Սաղմոս 19-րդ Աստծո փառքը արարչության մեջ։ Երկինքը պատմում է Աստծո փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։ Զրույց չկա և խոսքեր չկան, լսելի չէ նրանց ձայնը, բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը մինչև աշխարհի ծայրերը։ Երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց, որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից, և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։ Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը մինչև երկնքի մյուս ծայրը, և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին։ Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծականակ գտնված ոսկին, և ավելի լավ քաղցր է, քան մեղրը և մեղրախորիսխը։ Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։ Ով կարող է իմանալ իր հանցանքները, իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրիր ինձ Տեր։ Քո ծառային պահիր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա։ Այն ժամանակ անառատ կլինեմ և մաքուր կլինեմ քո մեծ անօրենությունից։ Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ով Տեր, իմ բեմ և իմ